Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք Հավիտյանս ամեն։ Ուխտագնացության մեկնելուց առաջ Տեր Միքայել Քահանա Շաղոյանն Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում աղոտ բարձրացրեց առ Աստված, այնուհետև ուխտավորները շարժվեցին դեպի մայրաքաղաք Երևան։ Մայրաքաղաքի ու մարզերի հարյուրավոր երիտասարդներ խաչերով ու անկախությունը արժևորող պաստառներով հոգևոր թեմերի առաջնորդների ուղեկցությամբ 3 ուխտերթի էին ելել Ազատության հրապարակից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Այստեղ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը երիտասարդների օրհնության կարգ կատարեց։ Ուխտերթն ու Հայրապետի օրհնությունը Հայաստանի անկախության 20-ամյակի միջոցառումների շրջանակում էր։ Մեր անկախությունն աներեր պահելու համար անհրաժեշտ է բարձր պահել մեր ժողովրդի եւ նաեւ մեր երիտասարդ զավակների պատասխանատվության զգացումը Աստծո հարազատ երկրի ու ժողովրդի առջեւ, նշեց ամենայն հայոց կաթողիկոսը։ Նրանց առողջ կյանք պարգևի, առաքինի բան, ամեստաբար ու երջանկություն, որպեսզի կարողանան ուղիղ հավատքով ու անարգունի հույսով անապահ աղոթել ամենասուրբ Տերոջությանը եւ իրենց բարօրության մեջ վայելել ու անսպար բարությունը։ Տեր նրանց մտքերում ամրապնդիր քո սուրբ պատվիրանները եւ իմաստություն տուր քո առջեւ մշտապես բարի հույսով գործելու։ Չար խորհուրդներից, խոսքերից ու գործերից կրտիր նրանց եւ քո թագավորությանը դարսպար գանձերից վարձատրիր նրանց։ Ու մենք ու անարով Հավիտյան պիտի փառավորենք քեզ, որ քոտ եւ սուրբ ոգուդ հետ այժմ եւ միշտ եւ Հավիտյանս Հավիտենից ամեն։ Երիտասարդներն են այս երկրի տերն ու ապագան, կարծում է Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Միքայել Քահանա Շաղոյանը, ով նաև կարևորում է Մայրաթոռի այս նախաձեռնությունը երկրի համար կարևոր Հոբելյանի նախաշեմին։ Իսկապես այսպիսի միջոցառումներով է, որ արժևորվում է նաև մեզ համար հայոց անկախությունը, որը դարերի երազանք է եղել եւ որը այսօր կա իրագործելի է իրականություն է եւ մենք դրա մասնակիցն ենք։ Այսօր մենք երիտասարդների հետ միասին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մեր աղոթքը արեցինք մեր երկրի համար, մեր բարոր կյանքի համար, խնդրեցինք Աստծուն, որպեսզի Աստված խաղաղ օրեղ պարգևի մեր Հայաստան աշխարհի համար եւ որպեսզի 20-ամյակը ոչ միայն թվով մնա մեզ համար ամյակ, այլ մենք շարունակենք ապրել, արարել, ստեղծագործել, շենացնել մեր երկիրը։ Եվ այս հարցում վստահ եմ, որ նաեւ այսօրվա զորավոր աղոթքի նշանակությունը պիտի բերի, որ Աստված բարի աչքով նայի մեր երկրին, օրհնի մեզ այժմ եւ միշտ եւ Հավիտյանս Հավիտենից ամեն։ Եկեղեցու բակում տեղի ունեցավ նաեւ փոքրիկ համերգային ծրագիր։ Հյուսիսային համալսարանի ուսանող Վահեն իր համակուրսեցիների եւ ալավերցի երիտասարդների հետ մասնակցեց խաչերթին եւ արժանացավ կաթողիկոսի օրհնությանը։ Նա շատ է կարեւորում նման շփումները, կարծում է, որ սրանով երիտասարդներն ավելի քրիստոնյա են դառնում, ավելի են մոտենում հոգեվոր կյանքին։ Շատ եմ կարեւորում նմանատիպ միջոցառումները, նման միջոցառումները բարձրացնում են ժողովրդի հավատը առ Աստված։ Նման միջոցառումները բարձրացնում են ժողովրդի հայրենասիրությունը, որը անչափ կարևոր է այսօր մեզ համար, որի կարիքն այսօր ունենք մենք։ Յուրաքանչյուր հայ պետք է իմանա, որ անկախությունը, ինչպես հացը, պետք է ձեռք բերել ճակատի քրտինքով, պայքարով։ Քչերը կարող են պատկերացնել, որ այսօր կան ապրում են մարդիկ, որոնց համար անկախ Հայաստանի գաղափարը ոչ միայն երազանք էր, այլև նպատակ։ Ամեն ստերունդ իր բաժինն է տվել անկախությանը։ Արման Ուշնիազյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։